Իսկ եթե մենք փորձենք անդրադառնանք basic, այն մարդիկ ով նոր են SEO մտնում կամ ինչ-որ նոր քայլեր են անում։ Մարիամ, քո կարծիքով ինչը պետքա լինի այն ամենա-basic knowledge-ը, որ ընդհանրական պետքա ունենա, հա, որ մեկը ստարտափ մտնելու համար։ Ինձ թվում է այս դեպքում կարող բացատրենք հիմնական է, որ մասերից որ բաղկացած է SEO-ն, այսինքն տեխնիկական հատվածը, կոնտենտը ու link building-ը։ Տեխնիկական մասով ինձ թվում է շատ կարևոր է թեկուզ այդ պատկերացնել, թե Google-ը ոնց է կարդում տվյալ վեբսայթը, ոնց է սկանավորում ու ինչ դրան ոնց որ դրա վրա ազդող հանգամանքներ կան, որ դու կարողանաս դրանք լավ պատկերացնես ու դրա վրա աշխատես։ Հասկանաս ինչ կարազդի ինդեքսինգի խնդիրների վրա, որ ասենք page-ը չի հայտնվում Google search-ում, կամ Google-ը չի կարողանում նորմալ սկանավորի crawl-անի page-ը։ Նույնը ասենք link building-ի առումով ինչ prospect-ներ կարես դու վերցնես ու դրանցով փորձես օրինակ link-եր բերել որ տեղերից օրինակի համար նույնը կոնտենտը։ Ոնց որ պետք է մտածես ինչ կոնտենտ է պետք այդ բիզնես մոդելը հասկանալուց ու target audience-ը պատկերացնելուց, այդ մարդկանց ինչ կոնտենտ է պետք, որ դու իրենց կարողանաս պահես տվյալ էջի վրա։